թեկուզ հրեշ, բայց նա դեռ այդքան կարողություններ չուներ։ Հետո այդ ծնված հրեշը ընտրությունները կեղծելու ժամանակի ընթացքում աճեց, առնականացավ, մեծացավ, ձեռք բերեց դիպուկարի հատկանիշներ եւ 2008 թվականին օգտագործեց, այսինքն նա 2008-ին չի ծնվել։ Նա 2008-ին արդեն 13-14 տարեկան էր։ Ինքը արդեն կարողանում էր տիրապետել զենքին, ինչի պատճառով եւ տեղի ունեցավ մարտի 1, որը ցավոք սրտի հիմնավորապես արյունոտեց Հայաստանի իշխանությունը արյունոտվեց։ Ես մի առիթով ասել եմ, չգիտեմ, գուցե ամենադեպս պետք է կրկնվեմ, ես ասեմ, որ մարտի 1-ին մենք Երևանի կենտրոնում 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում գրեթե թողեցինք նույնքան զոհեր եւ վիրավորներ, ինչքան բուն Շուշին գրավելիս։ Իսկ դա պետականությանը մահախոսական կարդալու նման մի բան է եւ մեր պետության մեր ժողովրդի ամոթն է։ Ուզում ասել, այս պատճառը հետևանքային կապը ամբողջական ընկալումը եթե չլինի եւ գնահատական չտրվի, մենք չենք կարող վերջո պետություն կառուցել։ Իսկ եթե մենք իսկապես մարդավարի ճիշտ, իսկ եթե քաղաքական արդյունության վրա ենք, քաղաքական կամ դրսևորենք եւ առանց կոմպլեքսների ասենք ինչն էր պատճառը, որտեղից սկսվեց, ես կարծում եմ մեր քաղաքական դաշտը, քաղաքական զարգացումները շատ ավելի առողջ, շատ ավելի բնականon եւ շատ ավելի մեծ հեռանկարով կարող է զարգանալ, ինչին ես ձգտում եմ բոլոր դեպքերում, որ տեսնել եւ նպաստել դրա կայացմանը։ Ներկայիս քաղաքական իրավիճակում երկուստը ձեռնտու է կիսաճշմարտությունների լեզվով խոսելը։ Ես կարծում եմ, որ այո, իսկ կիսաճշմարտությունը շատ ավելի վտանգավոր է, քան բացարձակ սուտը։ Գիտեք, լրատվական դաշտի պայմաններում, որտեղ գրեթե չկա ազատ լրատվամիջոց եւ բոլորը գտնվում են կամ մեկի կամ մյուսի դե հիմնականում իշխանության ուրեմն ենթակայության տակ, կիսաճշմարտությունը ժողովրդի մոտ մատուցվում է ճշմարտանման, որտեղ չկա բաց դաշտ, որտեղ կարողանան անկեղծորեն երևույթները վերլուծել տան գնահատական տալ։ Դրա համար դրանք որպես ճշմարտանման են ընտրվում, որը շատ վտանգավոր է։ Կրկնում եմ, բացարձակ սուտը ավելի անվտանգ է համեմատաբար, քան կիսաճշմարտության լեզու։ Տեսեք, պարոն Հակոբյան, հիմա ստեղծվել է մի հատ իրավիճակ, երբ ասում են 3 նախագահների եռանկյունին, եթե այդպես ձևակերպելու լինենք, որի ներսում գործող քաղաքական ուժերին գրեթե բավարարում է ստեղծված իրավիճակը եւ մեկը մյուսով, այսպես ասած, կոպիտ ասած գոյատևում են։ Դա, ասենք, մի կողմից Սերժ Սարգսյանը իր իշխանական թիմով սպասարկող կուսակցություններով, մյուս կողմից Լևոն Տեր-Պետրոսյանը, մյուս կողմից էլ, ասենք, Ռոբերտ Քոչարյանը իրեն սպասարկող քաղաքական ուժերով եւ գործիչներով։ Եվ այդտեղից դուրս գործող յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ կամ ինչ-որ մի շարժում աստիճանաբար մարգինալիզվում է եւ որևէ հնարավորություն չունի այնպիսի գործունեություն ծավալելու, որը ռեալ եղանակ կստեղծի քաղաքական դաշտում։ Դուք կիսում եք այդ տեսակետը։ Ես կիսում եմ, այդ ձևակերպումը բավականին պատկերավոր տվեց Ռաֆի Հովհաննիսյանը ժառանգության հիմնադրեց, ճիշտ ձևակերպում է, որովհետև Հայաստանը ինքը փոքր է։ Հայաստանում ովքեր քաղաքականության մեջ են այս 20 տարի, ես էլ եմ 20 տարի քաղաքականության մեջ, նրանք գրեթե ճանաչում են բոլորը մեկ-մեկու ճանաչում են, գիտեն նրանց ուղուն ու ծուծով երբեմն մտածողության որակով եւ այլն։ Բայց նաեւ ստացվել է այնպես, որ դաշտը որոշակիորեն այսօր ենթարկվում է 3 նախագահների տրամադրությանը եւ ճաշակին։ Եվ եթե ինչ-որ բան փորձ է արվում արվել, նոր բան տեսնում ես, որ ինչ-որ միտեղից ուրիշ պատկերներ են երևում, որը սխալ է։ Դա չի թողում, որպեսզի նորը մտնի քաղաքականություն, որպեսզի նոր միտք, որպեսզի նոր մոտեցումներ մտնեն։ Դա կրկնում խոչընդոտում է, բայց ես դա չեմ բացարձակացնում, որ դա այդպես է, որովհետև այդպես կշարունակվի, որովհետև ի վերջո դոգմատ չենք, մենք բացառություն չենք, որ դոգմատիկ վիճակով պետք է ապրենք։ Ոնց որ ինչպես բոլորը մենք էլ ունենք թթվածին, նոր թթվածին, թարմ թթվածին ունենալու ստեղծելու հնարավորություն։ Դա կստեղծվի։ Ես լավատես եմ միշտ, որովհետև ոչ թե հավատում եմ, ես հավատում եմ օրինաչափություններին եւ ազգի իմաստությանը։ Կարող է պահել լինել, որ թվա թե ամեն ինչ ավարտված է վերջացել, բայց այդպես չի եւ վստահ եմ առաջիկայում մենք կտեսնենք եւ մասնակցենք նոր process-ների։ Ուղղակի ամբողջ աստային է, որ խոչընդոտվում է եւ թույլ չի տրվում արագ այդ process-ները սկսվել։ Մենք հետ ենք ընկնում։ Մենք ժամանակի մեջ կորուստներ ենք ունենում։ Եվ տարածության եւ ժամանակի ընկալման չափանիշներում մենք որպես փոքր մոբիլազ
վերջո շատ վատ բաներ կան, որ մենք փոքր ենք, քիչ ենք եւ այլն, բայց նաեւ լավ բան կա, որ մենք ավելի մոբիլ պետք է լինենք, ավելի անմիջական եւ ռեակցիան պետք է շատ ավելի օպերատիվ լինի։ Դժբախտաբար մենք առայժմ այնպես խոչընդոտներ ենք ստեղծել ներսում, որ չեն կարողանում այդ օպերատիվությունը ապահովել, բայց վստահ է, որ ինչ-որ պայս կսկսվի այդ շրջանը։ Հիմա խոսում է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակ է, թե սոցիալական առումով, թե մանավանդ քաղաքական առումով, տնտեսական, յուրաքանչյուր ոլորտում ճգնաժամային իրավիճակ է։ Եվ շատ է նշվում, որ այսպես շարունակվել այլևս հնարավոր չէ, բայց շարունակվում է, ես այս խոսակցությունները 2 տարի ամենակիչը լսում եմ։ Մենք ռեսուրս ունենք նման կերպ շարունակելու մեր կենսակերպը, մեր գործունեությունը, թե ինչ-որ բան պետք է փոխվի, դա բնականon որպես երևույթ պետք է փոխվի, այսինքն ոչ ինչ-որ կողմնակի ազդեցություններով։ Այդ սահմանը գծված չի, որտեղ է վերջանում սեփական նախաձեռնությունը, սեփական ազդեցությունը, որտեղից է սկսվում կողմնակի ազդեցությունները, բայց իսկապես մենք փակուղային վիճակի մեջ ենք։ Մենք փակուղային վիճակի մեջ ենք, երբ ասում ենք այսպես շարունակել հնարավոր չի, դա գուցե այսպես ձևակերպումը կոպիտ է հնչում, կամ մի քիչ տրամադրություն գցող, բայց նշանակում որ ինչ-որ բան պիտի սկսվի։ Այսինքն սա ավարտվում է, ինչ-որ նոր բան պետք է սկսվի, ես այդ տրամաբանության մեջ եմ տեսնում, որովհետև իսկապես հնարավոր չի արտաքին քաղաքականությունում այսքան ինչպես ձևակերպեմ անհեռատես լինել եւ սպասել, որ այս անհեռատեսությունը կարող է լավ բան բերել։ Մենք գիտենք, որ չի կարող նորմալ երեխա ծնվել այս ամբողջ գործընթացից։ Չի կարող ուղղակի, որովհետև հակացուցված է դա։ Ուրեմն պետք է ավարտվի ինչ-որ բան պետք է սկսի։ Չի կարող այսքան անանդուրժող հասարակությունը գրեթե բևեռացված շարունակի իր կենսագործունեությունը եւ ակնկալել որ լավ լինի։ Այս չարությունը դու գիտեք ամենավատ բանը մեծ չարության մեջ շատ մեծ չարություն կա հասարակության մեջ։ Հասարակությունը մարդկանց հետ խոսում է եւ նրանք լավ բանի լսելու պատրաստ չեն։ Կյանքը ստիպել է որ նրանք միշտ բայց որ վատ բանի մասին ես խոսում, նրանք բոլորովին արդեն այլ կերպար են դառնում եւ համակ ուշադրություն դարձած լսում եւ նպաստում են ստեղծագործաբար են լսում, որտեղ իրանք էլ չար բան ավելացնելու հարցում են։ Սա իսկապես մեր այսօրվա վիճակն է։ Բայց ել եմ կրկնում, դա պետք է շտկել։ Իսկ շտկելու չգիտեմ ով ինչ ասի, ես համոզված եմ, որ պետք է վերադառնանք ակունք, տեսնենք ինչն է պատճառը եւ դրանից սկսենք։ Ազատ հայը, արժանապատիվ հայը անհրաժեշտ է այսօր որ ձևավորվի, որովհետև միայն այդ ազատ արժանապատիվ ապրող հայը կարող է լուծել եւ հայդատի հարցը, եւ ցեղասպանությունը կարող է տեղ հասցնել նորմալ միջազգային նորմերի սահմաններում։ Եվ եթե անհրաժեշտություն լինի, իսկ դրա անհրաժեշտությունը կարծում եմ կլինի չտա Աստված, բայց մենք այդ իրականության մեջ ենք ապրում, որ ինքը արժանապատորեն նաեւ վաղը կռվի Արցախը պաշտպանելու համար։ Հասկանու եք, դրա համար իսկապես ներքիվ խնդիրը այսօր արժանապատիվ ապրող ազատ հայ ստեղծելու խնդիրն է։ Բռնադատված, բռնաբահար